Շնորհակալություն մինչև մեծարգո պարոն վարչապետի վերջնական ելույթը ես ուղղակի ուզում եմ երկու հարցով արձագանքեմ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին այս հետաքրքիր քննարկման համար իհարկե դուք էլ կեզրափակեք վերջում Տիկին Թումանյանց բայց ամեն դեպքում ես իմ շնորհակալական խոսքն եմ ուզում հայտնել եւ ներկաներին եւ պանելի մասնակիցներին անպայման յուրաքանչյուր դիտարկում քննարկման առարկա կդառնա եւ յուրաքանչյուր դիտարկում յուրաքանչյուր հայտարարություն հետևություններ անելու հաստատ առիթ կդառնա ուզում եմ հատուկ ընդգծել որ իրոք Տիկին նախարարն ինչպես որ ասեց այս վերջին տարիների ընթացքում այս 2025 թվականին հատկապես մեր երկխոսության արդյունքում բավականին օրենսդրական նախաձեռնություններ են ծնվել եւ բավականին առաջընթաց ունենք ու իրոք հենց այդ երկխոսությունն է բերել են դրական արդյունքներին եւ ուզում եմ եւս մեկ անգամ հատուկ շեշտադրել որ գրեթե որևէ հարց մեր դատական իշխանության ներկայացուցիչների մասնավորապես դատավորների կողմից բարձրացված հարց չի եղել, որը որ նախարարության հետ քննարկման առարկա դառնա եւ լուծումներ առնվազն չփրկենք, այս առումով ելի շնորհակալություն եւ նախարարությանը, կառավարությանը, իդեմս արդարադատության նախարարությանը մեզ աջակցելու եւ մեր արձագանքները լսելու հետ կապված։ Իրոք մենք էլի խոսեցինք վերաբերմունքի մասին, մեր բոլոր պանելի մասնակիցները խոսեցին, իրոք ամենակարևորը վերաբերմունքն է դատական իշխանության նկատմամբ փոփոխության։ Տիկին Թումանյան, ես կարծում եմ, որ մարդկանց վերաբերմունքը պետք է փոխվի, բայց այդտեղ մենք բոլորս շատ անելիքներ ունենք, դատավորները, սկսած մեր վարքագծի կանոնից մինչև մեր պրոցեսում մեր վարքագծին մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Տիկին գլխավոր դատախազը ներկայացրեց մի դատարանում, Գեղարքունիքի մարզի դատարանում վիճակագրական տվյալներ, դատավորի դատարանի կարելի ասել ջանասիրության որոշակի վերլուծություններ էր արվել, որ անկեղծ ասեմ մենք դատախազների գործունեության ջանասիրության հետ կապված որևէ վերլուծություններ չեմ կարող հստակ ներկայացնել, բայց Գեղարքունիքի մարզի դատարանը այն փոքր թվականակով այն դատարանն է, որտեղ որ հնարավոր է իրականում այդ գործի քննության ողջամիտ ժամկետները պահպանել 50-60 գործ դատավորի վարույթում, բայց եթե մենք դրա հետ միանգամից համեմատենք այն դատարանը, որը որ էլի համալրված դատարան, օրինակ Արարատի, Արմավիրի դատարանները, որտեղ յուրաքանչյուր դատավորի վարույթում 250-ը գերազանցում է քրեական գործերը, այդ դեպքում մի հատ լրիվ հակառակ պատկեր եք ունենանք։ Իհարկե մենք ամեն ինչին ուշադիր ենք, ամեն ինչ մեզ համար կարևոր է, ուղղակի չեմ ուզի տպավորություն ստեղծի, որ եթե դատավորները ուզենան, ապա նորմալ կքննեն իրենց գործերը։ Գրեթե բոլոր դատավորները կլինեն բացառություններ, բոլորը ուզում են ժամկետներում քննեն իրենց գործերը, որովհետև ես ինքս որպես դատավոր իմ մասով ասեմ, որովհետև հարցերի մեջ նաև իմ մասին էլ կա, չէ, ես ինչ ձևով եմ վերաբերվում, իրականում մշտապես ես անհանգստացել եմ եւ դրական եւ բացական առումով, որ իմ աշխատասենյակում գործերը մնացել են։ Ամեն օր քրտնաջան աշխատանք է տարվել այդ գործերից շուտ ազատվելու։ Իհարկե սա ազատվելը հանկարծ այնպես չստացվի, որ որևէ ակտ կայացնել, այլ իրոք արդարադատություն իրականացնել եւ գործերը արագ քննել ու ավարտել։ Շնորհակալ եմ նորից բոլորիդ։ Այդքան